Ինչպես է կառավարությունը միջամտել, որ անջուր չմնան երևանցիները կեսգիշերից մինչև լուսաբաց։ Երևանցիների սիրտը տագնապ գցած Veolia ջրի նոր գրաֆիկի հրապարակումից մի քանի ժամ հետո տարածքային կառավարման նախարարն էր Facebook-ում գլուխ գովել, թե կառավարության միջամտությունից հետո Veolia ջրի որոշումը կասեցվել է, սակայն պարզվում է անհանգստանալու տեղ դեռ կա։ Մենք ունենալու ենք ջրանջատումներ։ Հարցը հետևյալն է. այդ ջրանջատումների տևողությունը ինչպիսին պիտի լինի։ Ջրային կոմիտեի նախագահը այսօր խորհրդանում պարզաբանել է, թե ջրամատակարարման գրաֆիկի փոփոխությունը Veolia ջուրն իրենց հետ չի համաձայնեցրել։ Իրեն գրաֆիկի հրապարակումից հետո են իմացել, որ Veolia-ն որոշել է մայրաքաղաքի 12 վարչական շրջաններում ու մարզային որոշ համայնքներում ամռան գիշերներին ջուրն անջատել։ Veolia-ն ունեցել է պարտավորություն համաձայն կարգի հրապարակելու ժամանակացույցը, որը հրապարակել է։ Մեր խնդիրը Veolia-ի հետ այս պահին այն է, որ այդ ժամանակացույցը մենք կարծում ենք, որ կարելի է լավարկել։ Ժամանակացույցը լավարկելու համար 2 շաբաթ ժամանակ է խնդրում Ղալամքարյանը։ Տարբեր բնակավայրերում կլինեն տարբեր փոփոխություններ։ Երկշաբաթյա բանակցություններից հետո գիշերը ջուրը չեն անջատի Երևանում։ Հստակ հարցին հստակ պատասխանում է հայկական ջրերի կառավարիչը՝ ոչ։ Կլինեն հատվածներ, որոնք կունենան, կլինեն հատվածներ, որտեղ գիշերային որոշակի ժամերի անջատումներ կլինեն, բայց մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ այդ անջատումները չլինեն գիշերվա 12-ից առավոտվա 7-ը, այլ օրինակ լինեն գիշերվա ենթադրենք 2-ից 5-ը։ Այդ դեպքում ինչու է իշխանական քարոզչությունը մի հերոսապատում ներկայացնում այն մասին, թե կառավարությունը միջամտեց, հարցը կարգավորվեց։ Նախարար Խուդատյանը չգիտեր, որ դեռ երկշաբաթյա բանակցություններ պետք է լինեն։ Պարզվում է գիտեր, ինքն է գրել, որ Veolia ջուր ընկերության հետ առաջիկա 2 շաբաթում ուսումնասիրություններ պետք է անեն։ Խնդիր է ձևակերպվել առաջիկա 2 շաբաթվա ընթացքում ջրային կոմիտեի, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի եւ Veolia ջուր ընկերության կողմից իրականացնելու լրացուցիչ ուսումնասիրություններ։ Մենք ամեն ինչ դրա համար կանենք։ Ջրային կոմիտեի նախագահը այսպես է արդարացնում Խուդատյանի հայտնած տեղեկությունը։ Փոփոխություն չի լինում այն իմաստով, որ հայտարարված ժամանակացույցը ուժի մեջ չի մտնելու։ Ղալամքարյանը նաև հասարակական մեծ դժգոհության պատճառներն է վերլուծել։ Ըստ նրա նախընտրական շրջանն է պատճառը, որ երևանցիները դժգոհություն են հայտնում գիշերային ջրանջատումից։ Նախընտրական շրջանում ենք, նման թեմաները, այո, ոմանց կողմից օգտագործում են։ Նախընտրական շրջանում ոմանք օգտագործում են նման թեմաները, բայց ոչ ԿՊԱ-կանները։ Արդյոք նախընտրական տրամաբանության մեջ չէ ջրի գրաֆիկի շուրջ բանակցությունները չավարտած որոշման կասեցման մասին ազդարարելը։ Մենք այդ պլանները ունենք։ Ջրային կոմիտեի նախագահը խորհրդարանում բացահայտել է, որ Հայաստանում ջրի 45%-ի կորուստ կա։ Ջրամատակարարման խնդիրները լուծելու համար մեր երկիրը 70 միլիոն եվրո պարտք պետք է վերցնի։ Ալբերտ Սերոբյան, Կարինե Մանգասարյան, Աշոտ Մնոյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։